Արամ Սարգսյան, Խուրշուձյան, պարոն Բաբաջյանը, իրանք բոլորը այսօր Պարզա դա երևում է ամեն ինչ, այս մարդիկ ամեն ինչ անում, ինչ որ Նիկոլ Փաշինյանը սխալ անում է, իրանք այդ սխալները ուզում են մաքրազարդեն, ավելի ինչ որ ինչպես են հրում դեպի Ռուսաստան։ Ռուսաստանին հրելը սենց անում։ Երբ որ մեր ազգը, հա, պատրաստ է գնա դեպի Եվրոպա, ժողովրդավարության մասին է խոսքը, այս եկեղեցու վրա հարձակումները, հա, մեր եկեղեցին սարքել են մի հատ ինչ որ, ասեմ, անհասկանալի մի հատ բան, որ իր այն խանութը որ ասեց, չէ, այս վերջի ելույթները ասեց այն խանութը ձեզ ասում են փակեք, այսպես խանութի պես ինչ որ կարգավիճակ է տվել եկեղեցուն, փակեք, հանեք, այն որ սահմանադրությամբ ինքը իրավունք չունի այդ բաները։ Մեր ժողովրդին թվում է որ ես մի բան կանեմ ասեմ, հայ ժողովուրդը ամենաիմաստուն ժողովուրդներից մեկը։ Բոլորը սխալում են, որ ասում են, դե այս ինչ բառեր են օգտագործում, շատ սխալ ձևի բառեր են ասում։ Մեր ժողովուրդը այդ ամեն ինչը զգում է։ Եվ տենում է, այն Եվրոպան, երբ որ Սերժի վաղ Ռոբի ժամանակ մի հատ ինչ որ բաներ լինում, մի հատ անդիմադիրի մի հատ ինչ որ բան լներ, չեմ ասում եկեղեցուն հանգարց մեկը կպներ։ Սա Եվրոպան շուխուր էր դնում, անգամից դելեգացիաներ էին գալի, գնում ինչ որ եսին բաներ են, այսօր ձենձուն չկա։ Միակ մարդը, որ իրականում ես տեսել եմ այդ պայքարը, այսօր էլ է պայքարում այս մարդը։ Տիգրան Խզմալյանն է խեմ ասում, որտեղ ես տեսա, որ ինքը ոնց այդ դեսպանատները այցելում այդ եվրոպականում բացատրում է այդ մարդկանց։ Այդ մարդը ասում է, սխալ եք անում, սենց չի կարելի։ Եթե դուք ուզում եք, որ այս ազգը գա դեպի Եվրոպա, դուք չպետք է բրդեք դեպի Ռուսաստան։ Իսկ դուք բրդում եք, երբ որ դուք ասում եք մի կողմի ժողովրդավարություն, բայց ժողովրդավարությանը հերը անիծվում է ստեղ ու դուք ձեր աչքերը փակում եք, դա նշանակում է ինչ։ Մենք պետք է գնանք Թուրքիայի տակ պարկենք, ոչ։ Ես ասում եմ, միանշանակ ես եմ վստահ, մեր ժողովուրդը կետա դեպի Ռուսաստան ավելի շուտ, բայց Թուրքիայի կողմ չի գնա։ Այո, որովհետև ալտերնատիվը այդպես է։ Դե դեն անում, իրանք իրանց մոտ չեն քաշում, որտեվ բրդում են ասում են, հա, ինչ ուզում ես ընդեղ արա, այնքան որ վերարտադրվի։ Դա է ժողովրդավարությունը, դա է Եվրոպա։ Այսինքն դուք այլ կերպ ասած այս հարցին ինչու կալասաբացահայտ հայտարարեց Եվրամիության աջակցության մասին, դուք ուզում եք ասեք դրանով ինքը հայտարարեց իր Նիկոլ Փաշինյանի ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի դա արվեց, բայց այո, դա այդպես է։ Այո, եւ դրանով դուք համարում եք նա նպաստում է, որ Հայաստանը գնա դեպի Ռուսաստան, քանի որ չեն հասկանում, ես իրանք չեն հասկանում, քանի որ ես շատ եմ շփվել, շատ բարձր մակարդակով եվրոպական չինովնիկների հետ, տարբեր պետություններում։ Ես ես մի բան ասեմ, իրանց մտածելակերպը շատ նեղ է իրականում։ Մեզ թվում է, եթե ինքը այնտեղ Կայա Կալասը հասել է ինչ որ եվրոպական այդ միության բարձր պաշտոնների, ինքը շատ լայնածավալ sense մտածել։ Ոչ, այդ պաշտոնյաները 90%-ում շատ նեղ է իրանց մտածելակերպը։ Այս մարդիկ շաբլոններով են աշխատում։ Ես դրան հանդիպել եմ, հենց որ դու ճիշտ տրամաբանություն ես դնում շաբլոնից դուրս, իրանց մոտ այդ կոմպյուտերը խփում է մոլորության մեջ, ու իրանք ինձանից լավ գիտեն, որ մոլորության մեջ դա ամեն օր են խոսում դրա մասին իրանք, եւ դրա մասին խոսացել է հենց Տրամփն էլ արդեն ասել, ուղղակի պարզ ասում։ Այն ձեր քաղաքականությունը ինչ որ դուք եք վարում, ձեզ կործանման է բերել, ուղղակի ձևով ասե։ Միգրացիայի հետ կապված իրենց քաղաքականությունը Չէ, Հայաստանի հարցում մոլորության մեջ են եվրոպացիները, թե ոչ։ Մենակ Հայաստանի չէ, իրանք շատ հարցեր են մոլորության մեջ են գնում։ Բացի տնտեսությունից, որը որ իրանք լավ էին տիրապետում այդ Յալտայից հետո, 45 թվականից հետո որ տնտեսական էլի ԱՄՆ-ի օգնությամբ Եվրոպան ոտի կանգնեց, ասենք այդ տնտեսական հարցերը իրանք լավ են լուծում։ Այս վերջերս դա չեն կարող լուծել, որտեղ Չինաստանը, քանի որ շատ ուժեղ բարձրացավ եւ այսօրվա դրությամբ ասենք իրանց տնտեսությունը դրա պատճառով շատ վատ իրավիճակի մեջ է, իրանք տնտեսությանն էլ չեն կարող լավ տիրապետեն եւ այսօրվա դրությամբ իրար մեջ խնդիրներ ունեն եւ ես վստահ եմ որ 10 տարի հետո Եվրոմիությունը կմնա այս վիճակում ոնց որ կա։ Ուզում ենք մոտակա ժամանակներում արդեն նոր տարուց հետո երևի կլոր սեղան հրավիրենք, եթե կարողանանք դեսպաններին հրավիրել եւ ներկայացնենք այս մեր խնդիրները, որը մենք ենք տեսնում այդ, հա, այդ բացի դրանից ՀՄԿ-ի հետ կապված մենք մոնիտորինգ ենք արել, թե ինչպես է կատարում այդ ռոպագանդան, ու այդ ռոպագանդան հենց էլի Եվրոպան դրա վրա էլ աչքերը փակում։ Մենք այդ ամեն ինչը պետք է անենք, որովհետև եթե ընտրությունները ուզում ենք ժողովրդավարը ձևով անցնեն, դու պետք է հավասար հնարավորություն տաս բոլորին, բայց այսօր դրությամբ ընդհանրապես հավասարություն չկա, արդարություն չկա, եւ մեր ժողովուրդը դա զգում է, էլ եմ ասում, այդ արդարության պակասը ուղղակի ամենակարևոր խնդիրն է մեր մոտ։ Փաշինյանը կարող է ռուսներին խփի, եվրոպացիներին խփի եւ գնա դեպի Թուրքիա։ Այդ ամենավատ սցենարն է։ Ուրեմն միանշանակ որ լավ հարաբերությունները Տրամպը իր այությամբ բիզնեսմեն է եւ ինքը հասկանում է որ լավ փող կարա աշխատի, երբ որ ամեն ինչ հանգիստ է,
եւ բիզնես մտնելորդը թույլ է տալի փող աշխատելը, հա։ Եվ իհարկե դա ամենակարևոր հանգամանքն է, որ խաղաղ իրավիճակ ստեղծվի այստեղ, սակայն մի մոռացեք մի հատ էլ հանգամանք, իհարկե Թուրքիայի հետ կապված, որը որ այս ճանապարհը դա հատուկ Թուրքիայի համար չի, հա, ամենաշատ շահագրգիռ իհարկե այս ժամանակահատվածում Ադրբեջանն էր, որը Նախճեվանի հետ կապներ ուզում հաստատել, հա, ավելի, բայց այդտեղ իրականում խաղաղությունն էլ եմ ասում Չինաստան-Եվրոպա կապն է հաստատվում այս ճանապարհով էլ այդ թվում, որտեղ էլի ճանապարհներ կա, բայց սա կարևոր ճանապարհ է լինելու։ Բայց սրա հետ միասին մի հատ էլ ուրիշ խնդրեմ կա, որ նայեք, մի կողմից այո, Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային ոնց որ ցույց են տալի, որ մենք ձեր հետ պատրաստ ենք համագործակցելու, չնայած մինչև այսօր հələ F-35-ների հետ կործանիչների կոնտրակտը կնքված չի, դեռ Բայդենի ժամանակվանից էր դա, հա, իսկ թուրքերը շատ են ուզում, որովհետև այսօր դրությամբ Հունաստանի հետ խնդիրներում ինչ որ իրանց մոտ այնտեղ թե ընդհանրապես տարածաշրջանում իրանց շատ կարևոր ուժ է դա լինելու եւ բայց դրա դեմ է դուրս եկել Իսրայելը։ Իսրայելն է ամեն ինչ անում, որ այդ մերժեցնի, հա, այդ պահանջները Թուրքիայի եւ այս 3 էր, եթե չեմ սխալում, Իսրայել, Հունաստան, Կիպրոս այդ երակոմ պայմանագիրը, որ ստորագրվեց, իրանք ստորագրեցին դա հենց Թուրքիայի դեմ։ Համար ուզում ասեմ, ստեղ իրավիճակն է չի, որ միանշանակ ԱՄՆ-ն Թուրքիային սատարում է։ Ռուսաստանի հետ մինչև 2001-2 թիվը լավ հարաբերությունների մեջ էինք, Ելցինյան Ռուսաստանի հետ, նորմալ հարաբերություններ, հավասարաչափ գործընկերներ էինք։ 2001 թվականից այս կողմ, արդեն Քոչարյանի ժամանակ, ինքը դարավ ընկեր Պուտինին, բայց Հայաստանը արդեն դարավ կախվածության մեջ ընկավ Ռուսաստանից։ Ու արդեն այն ստարշի բրատ, մլադշի բրատ, այսպես մոտեցումներ սկսեցին առաջ տարվել, հետո այդ հանգստությունը բան եղավ։ Այսինքն դուք կարծում եք ղեկավարից է գալիս հանձնել կախվածության տակ։ Նայեք, ղեկավարը այդ ժամանակ, նայեք, այն ժամանակ կախված էր ղեկավարներից, որտեղ ինստիտուտները չեն աշխատել մեր մոտ, մինչև այսօր չկա, մեր ինստիտուտները կայացած չեն, Տիկին Գայանը, այդ ինստիտուտները մինչև չկայանացնենք, միշտ ղեկավարից է կախված, ու միշտ մենք երազելու ենք, այ Աստված լավ ղեկավար լինի, որ հայանպաստ ինչ-որ բաներ անի, բայց կարող է բախներս չբերի ու ոնց որ չի բերել այս քանի տարիների ընթացքում, միշտ կան ինչ-որ թափթփուկներ, որոնք որ իրանց նպաստ են անում ի վնաս հայերի եւ հայ պետությանը, Հայաստանին, հա, այսինքն անձնական շահը առաջ իհարկե, դրա համար երբ որ իրանք ընդհանուր ինֆրաստրուկտուրան տվեցին Ռուսաստանին, Քոչարյանը, հա, ամեն ինչը տվեց Ռուսաստանին, կոպեկներով տվեցին։ Այո, իր հարաբերությունները Պուտինի հետ շատ լավացավ, բայց Հայաստանը դրանից մենակ կորցրեց իրենց հարաբերությունների լավանալուց։ Հիմա նույն ձևով ստեղ, երբ որ մեզ բրդում են դեպի Թուրքիա, ես վստահ եմ, որ արդեն չտեսնված հարաբերությունները Փաշինյանի մոտ Էրդողանի հետ, Էրդողանը երևի փոքր ամենասիրած տղու դերն է հաղալու ինքը, բայց Հայաստանը դրանից ոչ մի բան չի շահելու։ Այլ կերպ ասած, լավ հարաբերություններին դեմ չեք, բայց գիծ պետք է լինի, կարմիր գծեր գոյություն ունեն, պետք է գոյություն ունենան։ Ես կողմնակից եմ ինստիտուտների մակարդակով լավ հարաբերություններ, ոչ թե անձնական, որտեղ այդ անձնականը մի մարդուց է կախված, այդ մարդը այսօր կա, վաղը չկա։